Ըստ էության այս process-ը մեկնարկեց նաև հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության թիրախավորումից հետո ԲՀԿ-ն չկարողացավ անցնել ազգային ժողով, հիմա Սահմանադրական դատարանը ըստ ձեզ կուղի սխալը, թե ոչ։ ԲՀԿ-ն մեկ ուղում անցավ ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանից գողացան ազգային ժողով լինելու իրավունքը, բայց նույնիսկ Բարգավաճ Հայաստանի մեջ չի խնդիրը, այլ 60,000 քաղաքացիների շուրջ, որոնց ընտրական իրավունքի գռեհիկ ոտնահարում է տեղի ունեցել։ Սա մեկ, երկրորդը ես 95 թվականից ընտրական պրոցեսների քաջածանոթ մարդ եմ, 96 թվից Սահմանադրական դատարան վիճարկումներ ա եղել, գրեթե բոլոր ընտրությունների հետ կապված։ Իհարկե նման մասշտաբի վիճարկում աննախադեպ է, երբեք չի եղել, որովհետև հիմա դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 ուժեր բողոքարկել են, եւս 3-ը չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում, ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ, այսինքն սա խոսում է ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Իրավական բոլոր հիմքերը կան, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վագն Հովակիմյան չդառնան։ Բայց ես իհարկե չեմ հավատում, որ Սահմանադրական դատարանը, ասում եմ, չեմ հավատում, որ չեն դառնա Վագն Հովակիմյան կամ Նիկոլ Փաշինյան։ Դրա համար մի անգամ է Սահմանադրական դատարանը մի փոքր շեղում թույլ տվել իրան մեր պատմության մեջ 2003 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո ՍԴ-ն թեև մերժեց ընդդիմության հայցը, բայց որոշեց, որ մի տարի հետո իշխանությունները վստահության հանրաքվե պետք է անեն։ Այդ մի տարին էլ քթներիցս եկավ, այդ լղոզված ձևակերպման պատճառով բախումներ եղան, օրինակ ես էլ կալանավորվեցի մի քանի ամսով եւ այլն։ Ես լավատես չեմ, հույսեր չունեմ։ Ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այսինն էլ այն 7-ի պես հանցագործներ կդառնան հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման։ Այդ դեպքում քաղաքական ուժերի միջին հենց քաղաքական պայքարի առանցքը տեղափոխեցին Սահմանադրական։ Բայց ինչ պիտի անեին, իրավական գործիքակազմ է, դե ամբողջը օգտագործենք, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից չի բացառվում, որ վիճարկումներ լինեն նաև մարդու իրավունքների կատարվածքով եվրոպական նացիաներից, դրա համար պետք է սպառել ամբողջ զինանոցը։ Սա մեկ։ Երկրորդը անկախ նրանից ՍԴ-ն բավարարելու է թե չէ, մենք լրիվ օրինական եւ իրավական հիմքերով դիմել ենք ՍԴ։ Մենք դիենք կանխավարկածով չառաջնորդվենք, որ մենք բավարարել ենք, թե ոչ։ Շանս է այս մարդկանց համար, կամ իրավունքի օրենքի դաշտում կդառնան, կամ Նիկոլ Փաշինյանի գրպանի տուզիկները կդառնան։ Հիմա իրանց ընտրությունն է, ինչ ընտրություն։ Պարոն Սուրենյան, ինչ եք կարծում, ընդդիմությունը վախենում է իշխանությունից, որ փողոց դուրս չի գալիս, թե վախենում է, որ մարդիկ չեն հավատում։ Ինչ է նշանակում իշխանությունից վախենում։ Որ տանեն ու ձերբակալեն, քրական գործեր։ Գիտեք, առանց դուրս գալու էլ տանում են, ձերբակալում են, ունես զրկում են, ամեն ինչ են անում են։ Այսինքն եթե դրան նայես, մի հատ մարդու հետ գործ ունես, որ ինչքան հանգիստ մնաս, այնքան ավելի շատ է նստածնելու, ունես զրկելու, ամեն ինչ էլ անելու։ Գիտեք, հեղափոխական վիճակ չի երկրում, եկեք շատ անկեղծ լինենք, հիմա պետք չի էլի, մենք մեզ պատրանքներ ստեղծենք, հետո այդ պատրանքներով ժողովրդին կերակրենք, հետո խաբենք ժողովրդին, հիասթափեցնենք, երկրում հեղափոխական սցենար չի։ Իշխանությունը կարող է փոխվել 1-ից 1.5 տարվա կտրվածքով, հիմա ընդդիմությունը պետք է ստեղծի արդյունավետ համակարգեր այդ խնդիրը լուծելու համար։ Արդյունք, որ նշում եք զինանոցը պետք է ըստ էության սպառել, չեք կարծում այդ զինանոցը սպառելու հետ մեկտեղ սպառվելու է նաև ժողովրդի էներգիան, որովհետև այլ բան է հենց ընտրությունների հաջորդ օրը կուտակված էներգիան, այլ բան է, որ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո փողոցում ինչ-որ քաղաքական պայքար կենեռ։ Եթե հեղափոխական ընդդիմություն լիներ, օրինակ, գիշերը ժամը 2:20 ամսի 7-ի փողոց կաներ ժողովրդին, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել էր իշխանության ուզուրպացիայի։ Այսինքն ԲՀԿ-ն է։ Ասում եմ, ընդհանրապես հիմա Հայաստանում հեղափոխական ընդդիմություն չկա, սա քննադատություն չի։ Փաստ է։ Բնույթով է ընդդիմությունը փոփոխության ձգտում է, բայց հեղափոխական չի։ Ես եղել եմ ընդդիմադիր հարթակներում, որոնք պատճառը իսկապես էլ ինչն է պատճառը, որ վերջի բային զատնի են։ Զատնի չեն դնում։ Ես այդ գնահատականը ընդհանրապես զատնի դնել, գազ տալ, բան, այդ տերմինները ընդդիմության համար զատնի դնող չկա, որոնք էլ պայքարում են, եթե պայքար չլներ, այս
հետապնդումներն ու բաներն էլ չեր լինի։ Պարոն Սուրենյան, այդ հետապնդումների համատեքստում էլի մի հատ նայեք, ասում եք արդյունավետ մեխանիզմներ ստեղծի ընդդիմությունը, համակարգեր։ Հիմա արդյունավետ համակարգեր առանց այն անհատների, որոնք ի վիճակի են իրենց ռեսուրսները ներդնել։ Զոր օրինակ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին փորձում են մեկուսացնել, կամ փորձում են մեկուսացնել այլ քաղաքական ուժերի ակտիվ դերակատարներին։ Ինչպես է հնարավոր այդ համակարգերի ստեղծումը։ Ձեր հարցի ենթատեքստը լրիվ հասկացա։ Ուրեմն հետ սովետական ավտորիտար տարածքնում, այս կարգի երկրներում, եւ խոշոր կապիտալի կրողները ձեռնոց են նետում իշխանությանը ու լավ են անում, որ ձեռնոց են նետում, պիտի պատրաստ լինեն տարբեր սցենարների։ Ուրեմն ստեղծված իրավիճակներում իմ հարգարժան ավագ ընկերը պարոն Ծառուկյանը, մեր մյուս խոշոր սեփականատերը Սամվել Կարապետյանը մի հատ հստակ գիտակցում պիտի ունենան եւ ես կարծում եմ ուներ այդ գիտակցումը, իրենք կամ պիտի ռեսուրսներ դրեն արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ շատ արագ, կամ պիտի նկատի ունենան, որ եթե այդ չեն անում, ռեժիմը մեկը գրոհել է իրենց վրա միջև վերջ։ Այսինքն այդ հարցը իմ տիրույթում չի, բայց իմ պատասխանը հստակ ասում եմ։ Կամ իրանք պիտի ռեսուրս դնեն քաղաքականության մեջ եւ աստեն հաջողության, կամ էլ պիտի պատրաստ լինեն, որ այս ռեժիմը իր պարագլխով միջև վերջ գնալու է։ Պարոն Սուրենյան, նշում եք, որ երկրում հեղափոխական մթնոլորտ չէ, նաև նշում եք, որ ժողովուրդը հունիսի 7-ի գիշերը 2:20 պետք է դրսում լիներ։ Եթե հեղափոխական առաջնորդներ, հեղափոխական առաջնորդ, այսինքն միայն հեղափոխական առաջնորդից է կապված, ձեր նախընտրական շրջանում տված սխալների չէ, որ ժողովրդի հետ չեք խոսել, բազմաթիվ սխալներ են կարել, ես մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում սխալների համար, անձամբ իմ եւ կարծում եմ ճիշտ կանի ամբողջ ընդդիմությունը։ Մենք անպիտան ենք եղել, եթե չենք կարող, այսինքն բավարար պիտանելություն չենք ունեցել, եթե այս իշխանությունը պահպանվում է։ Եվ իսկապես ընդդիմությունը խնդիր ունի անկեղծ կոմունիկացիայի միջոցով ժողովրդից նաև իր սխալների համար ներողություն խնդրի։ Կարող ենք չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մայր Տերեզա չի։ Նիկոլ Փաշինյանը պետք է աներեն ինչ-որ արել է։ Բնականաբար մենք բավարար չափով չենք կարողացել պատրաստ լինել համարժեք պատասխան իշխանությանը տալու, բայց այդ չի նշանակում պայքարը պետք է հիմա դադարեցվել։ Եթե պատրաստ չենք եղել, սխալներ ենք արել, անշուշտ ինչի համար պետք է ժողովրդին ռեղամտությունը հայցենք, հակառակ պարագայում հասարակությունը իրավունք ունենա մեր անկեղծությանը չհավատալ։ Պարոն Սուրենյան, ձեր թվարկած քայլերը հաջողության հասնելու համար ընդդիմության շրջանում քննարկումներ եղել են կամ նախատեսվում են ձեր նշած քայլերի շուրջ հաջողության հասնելու համար։ Ընդդիմության շրջանում ձեր թվարկած քայլերի շրջանակում հաջողության հասնելու համար քննարկումներ եղել են կամ նախատեսվում են։ Միշտ քննարկումներ լինում են, միշտ էլ համոզված եղեք, որ մենք արդյունավետ համակարգեր գտնել կարող ենք։ Հարգելի հետևողներ, ֆիքսենք, որ այս պահին նաև այստեղ է հայաքվե նախաձեռնությունը պաստառներով, որով պահանջում են